Նավթի գները շարունակել են աճել Իրանին ուղղված Միացյալ Նահանգների նոր սպառնալիքներից հետո։ ԱՄՆ-ն սպառնացել է անորոշ ժամանակով Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառել։ Ալ-Ջազիրան սա բացատրում է նավթի համաշխարհային մատակարարումների վերաբերյալ մտահոգությունների աճով։ Brent նավթի ֆյուչերսները, ըստ տեղեկությունների, աճել են 90 ցենտով կամ 1,03%-ով, հասնելով $87,97 մեկ բարելի համար։ ԱՄՆ WTI նավթի գինը բարձրացել է 91 ցենտով, հասնելով $82,16 մեկ բարելի համար։ Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք կհայտարարի Իրանի դեմ գործողության ավարտից հետո։ Նա հավելել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել ԱՄՆ քաղաքացիների կողմից բենզինի համար մի փոքր ավելի թանկ վճարելու համար։ Ես ճիշտ եմ վարվել, շատ չար երկիրը չի կարող միջուկային զենք ունենալ, նշել է Թրամփը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ լավ հարաբերություններ ունենալով Եվրամիության հետ, չնայած հոգու խորքում գիտակցում է, որ երբեք չի ընդունվի Եվրամիություն։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նաև Ռուսաստանի հետ, քանի որ մենք ունենք բազմաթիվ տնտեսական նախագծեր։ Մենք շատ ընդհանրություններ ունենք մեր պատմության մեջ՝ Կովկասը, Սև ծովը։ Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ, ասել է նա, հավելելով, որ հիմա թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ համաձայնության գալ, որպեսզի նավագնացությունը չդառնա հարձակման թիրախ, բայց իրենք չեն սկսել դա։ Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված Վայլբերիսի պահեստներում մայրվել է ավելի քան 11 միլիոն գիրք։ Տվյալները փոխանցել են Ռուսաստանի գրքի միությունը, Ռուսաստանի հրատարակիչների ասոցիացիան և գրատարածողների ասոցիացիան։ Դրանք հիմնականում գեղարվեստական, մանկական և գիտահանրամատչելի գրքեր են եղել։ Այրված գրքերի թվում են եղել նաև դասագրքեր, Ռուսաստանի Դաշնության սահմանադրության նոր տարբերակի օրինակները և Մարգարիտա Սիմոնյանի գրքերը։ Իրանը հայտարարել է, որ Հորմոզգան նահանգի երկնքում ոչնչացրել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք, օգտագործելով ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ երկարատև պատերազմը ստեղծել է անվտանգային նոր իրականություն և Իսրայելն ավելի շատ տարածք ունի պաշտպանելու։ Մենք կմնանք Գազայի, Լիբանանի և Սիրիայի անվտանգության գոտիներում։ Մենք մտադիր չենք այնտեղից դուրս գալու, չնայած ձախերի ասածներին, և այս իրականությունը կպահպանվի, ասել է նա։ Գերմանիայում շոկ եղանակը խլել է ավելի քան 12,000 մարդու կյանք։ Սեզոնի սկզբից ի վեր երկրում անոմալ շոկի պատճառով մահացել է 12,500 բնակիչ։ Նրանցից ավելի քան 6,000-ը 85 անց մարդիկ են։ Այս ամենին զուգահեռ Գերմանիայի արևմուտքում հսկայական անտառային հրդեհ է մոլեգնում։ Տարհանվել է 1,8 մարդ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ կրակը մոտեցել է բնակելի տներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։